Ձեռք բերեք իտալական եւ գերմանական նորաոճ պաստառների նշված տեսականին իդեալ համակարգից ամանորյա հատուկ գներով։ Մեկ հատը սկսած ընդամենը 3900 դրամից։ Եվ այսպես, Բրյուսելում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Եվրամիության գործընկերների հրավերով մասնակցել է Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափի շրջանակում անցկացվող հանդիպմանը։ Աշխատանքային նախաճաշի ձևաչափով քննարկմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը ու Եվրամիության անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները։ Հանդիպմանը գոհունակությամբ նշվել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության զարգացման հարցում արձանագրված նշանակալի արդյունքները, մտքեր փոխանակվել առաջիկա անելիքների շուրջ։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստան-Եվրամիություն ռազմավարական գործընկերության օրակարգի եւ տարբեր համատեղ նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում աջակցությունը եւ ձևավորված կոնսենսուսը։ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը հայտարարել է, որ Եվրամիության արտաքին գործերի նախարարները քննարկել են Հայաստանի հարցը։ Հաջորդ տարի Հայաստանում ընտրություններ են անցկացվելու, քննարկում ենք, թե ինչպես կարող ենք օգնել Հայաստանին այս հարցում։ Հայաստանը մեզանից օգնություն է խնդրել արտաքին միջամտությունը կանխելու համար, նշել է Կալասը։ Հայաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ տարածաշրջանային զարգացումների համատեքստում Եվրամիության անդամ երկրների գործընկերները աջակցություն են հայտնել հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին։ Արտգործնախարարության փոխանցմամբ Եվրամիության անդամ երկրները աջակցություն են հայտնել Հայաստանի ժողովրդավարական զարգացման, դիմակայունության ամրապնդման, նաև հիբրիդային սպառնալիքներին հակազդելու հարցերում։ Նախարար Միրզոյանը հայտարարել է, որ անդամ պետությունների հետ միասին քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության բոլոր հիմնական ձեռքբերումները, տնտեսությունից եւ ավելի ամուր դիմակայունությունից մինչեւ անվտանգության հետ կապված հարցեր, ներառյալ հիբրիդային սպառնալիքները ու եվրոպական խաղաղության գործիքի ներքո տրամադրվող աջակցությունը։ Անդրադարձանք բոլոր այն թեմաներին, որոնք ներկայումս շատ կարևոր են Հայաստանի ու Եվրոպական միության միջև հարաբերություններում։ Մենք նաև գնահատեցինք վիզաների ազատականացման գործընթացում առաջընթացը, թեմա, որը շատ կարևոր է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար եւ Հայաստանը Եվրոպական միությանը ավելի մոտեցնելու տեսանկյունից։ Իհարկե կա նաև ավելի մեծ պատկերը, տարածաշրջանային զարգացումները, Հարավային Կովկասի երկրների միջև հաղորդակցությունների բացումը եւ ընձեռվող հնարավորությունները։ Մենք քննարկեցինք եւ կողջունենք Եվրամիության հնարավոր ներգրավվածությունը ենթակառուցվածքային նախագծերում, ասել է Հայաստանի արտգործնախարարը։ Ռադար Արմենիայի հարցին, թե Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում կյանքի կոչվող ծրագրերից կարծես դանդաղել էր միայն խաղաղության եվրոպական գործիքի ներքո աջակցության հաստատման հարցը, կա այս հարցում որոշակի փոփոխություն, թե ոչ, Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը պատասխանել է, որ այո, այդ ուղղությամբ քննարկումները միտված էին կոնկրետ արդյունքների եւ մենք գնահատում ենք Եվրամիության 27 անդամներից յուրաքանչյուրի եւ ընդհանուր Եվրամիության մակարդակում ձևավորված կոնսենսուսը, ինչի մասին ի դեպ նախարար Միրզոյանը առանց փակագծեր բացելու նշել է Եվրամիության արտգործնախարարների ձևաչափով կայացած հանդիպումից հետո։ Եվրամիության արտգործնախարարների խորհրդի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ կայացած հանդիպմանը Եվրամիության բոլոր անդամ պետությունները վերահաստատել են այդ եւ այլ գործիքակազմի միջոցով տրամադրվող աջակցությունը, ուստի կարող ենք փաստել, որ կա արտահայտված քաղաքական համաձայնություն եւ անհրաժեշտ ներքին ընթացակարգերի ապահովումից հետո ակնկալում ենք խաղաղության եվրոպական գործիքի ներքո Հայաստանին երկրորդ աջակցության հաստատումը, ասել է արտգործնախարարության խոսնակը։ Բրյուսելն արդեն հայտարարել է, որ ընտրություններին ընդառաջ 12 միլիոն եվրո աջակցություն է տրամադրելու Երևանին արտաքին միջամտության դեմ պայքարի համար։ Դեկտեմբերի 2-ին Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի 6-րդ նիստի շրջանակներում ստորագրվեց Հայաստան-Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգ փաստաթուղթը։ Հայաստան-Եվրամիություն ռազմավարական օրակարգը արտացոլում է կողմերի միջև ձևավորված եւ շարունակաբար խորացող գործընկերության բովանդակությունը հիմնված ընդհանուր արժեքների եւ փոխադարձ շահերի վրա։ Փաստաթուղթը ոչ միայն արտացոլում է Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումները, այլև Եվրամիության հանձնառությունը աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը, սոցիալ-տնտեսական դիմակայունությանը։ Դեկտեմբերի 2-ին ստորագրված ռազմավարական փաստաթղթերի համատեքստում եվրոպացի պաշտոնյաները նաև խոսեցին հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու մասին։ Եվ եթե հայ պաշտոնյաները երկրի անուն չեն տալիս, ապա եվրոպացի պաշտոնյաները շատ ուղիղ են հայտարարում։ Խոսքը Ռուսաստանի մասին է։ Եվրամիության արտաքին
քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Հայաստանի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ռուսաստանը ակտիվացրել է իր ապատեղեկատվական արշավը։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը խոսելով 2026-ի ընտրություններին ընդառաջ արտաքին վտանգները չեզոքացնելու մասին, ասել է, որ հնարավոր է լինեն հիբրիդային հարձակումներ, մասնավորապես մեր ժողովրդավարությունը վտանգի տակ դնել եւ տարբեր տեսակի կեղծ լուրերով կամ ընտրակաշարքային մեխանիզմներով փորձ կատարվի որոշակի շրջանակների կողմից, որոնք տիրապետում են միլիարդավոր դոլարների, ասել է էկոնոմիկայի նախարարը։ Ազատության փոխանցմամբ Պապոյանը եւս չի ասել, թե որ երկրից կամ երկրներից են նման հարձակումներ սպասվում, բայց շեշտել է, պայքարի համար անհրաժեշտ է փող, ուժ եւ գիտելիք ժամանակին կտրուկ գործելու համար։ Իսկ օրինակ Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի համար անհասկանալի է, ինչ նկատի ունի քաղաքացիական պայմանագիրը հիբրիդային պատերազմ ասելով։ Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ Հայաստանին ցանկանում են գործիք դարձնել Ռուսաստանի դեմ։ Եվ այժմ զրուցելու եմ խաղաղության երկխոսություն կազմակերպության ղեկավար իրավապաշտպան Էդգար Խաչատրյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Խաչատրյան, եւ այսպես դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ այդ ռազմավարական փաստաթղթի ստորագրումը եւ արդեն նախորդից արտգործնախարարների հետ Բրյուսելում հանդիպումներ, որտեղ քննարկվում էր հենց հիբրիդային սպառնալիքներին դիմագրավելու հարցը եւ Եվրամիությունը նշում է, որ Հայաստանը աջակցություն է խնդրել, իրենք էլ պատրաստ են աջակցել Մոլդովայի օրինակով։ Ես հիշեցնեմ նաեւ, որ դեկտեմբերի 2-ին Եվրամիության պաշտոնյաները հայտարարում էին, որ Ռուսաստանը գործի է դրել իր հիբրիդային գործիքակազմը Հայաստանի դեմ, այնպիսին ինչպիսին եղել է Մոլդովայում եւ այդ փորձը Հայաստանի համար պետք է կիրառելի եւ հետաքրքիր լինի, հա։ Նախ այս մասով այդ աջակցությունը մեզ որքանով է օգնելու, որպեսզի մենք կարողանանք ոչ միայն արձագանքել հիբրիդային այդ սպառնալիքներին, այլ նաև դրանք կարողանանք կանխարգելել, որտեղ եթե հետևում ենք օրինակ Մոլդովայի օրինակին, շատ դեպքերում Մոլդովան կարողացել է նաև կանխարգելել այդ սպառնալիքները, ոչ միայն պարզապես դրանց արձագանքել։ Շատ կարևոր հարցեր են, էլի տարբեր շերտերում հարցեր պետքա քննարկենք այս բարագայում։ Առաջին շերտը, որ եթե վերցնում ենք Մոլդովայի օրինակը, շատ բան ունենք սովորելու Մոլդովայի մեր գործընկերներից, բայց միևնույն ժամանակ պետքա հաշվի առնենք առանձնահատկությունը Մոլդովայի, այսինքն այն գործընթացները, որոնք տեղի էին ունենում Մոլդովայում, ընտրական գործընթացները եւ նախընտրական գործընթացները շատ զուգահեռներ կարող ենք տեսնել Հայաստանի հետ համեմատած, օրինակ նույն մեր մոլդովացի գործընկերներն ասում են, որ շատ ակտիվացել էին եկեղեցին, շատ ակտիվացել են Ռուսաստանում գործող ուրեմն մեծահարուստները, օլիգարխները, բավականին մեծ ուրեմն մուտքեր եւ հոսքեր էին ուրեմն տեղի ունենում Ռուսաստանից, որպեսզի այդ ընտրական գործընթացը կարողանային իօքուտ Ռուսաստանի շահերի իրականացնեն։ Այդ զուգահեռները մենք տեսնում ենք ակնհայտ է եւ տարիներ շարունակ մեզ մոտ են եղել է, ունենց չի որ մենք զարմանալու ենք այդ գործընթացներից, հա։ Նորություն չկա, բայց նաև կա առանձնահատկություն, որովհետև օրինակ Մոլդովայում բավականին մեծ մոլդովական ուրեմն դիասպորա ապրում է Եվրոպայում եւ կարծում եմ նաև մոլդովական այսպես կոչված հաջողության գրավականը նաև կայանում էր նրանում, որ Եվրոպայում բնակվող մոլդովացիները հնարավորություն ստացան քվեարկելու եւ նրանք քվեարկեցին պրո-եվրոպական ուրեմն ուժերի օգտին, սա նշանակում է գործող իշխանությունների օգտին եւ ըստ էության սա շատ կարեւոր մեխանիզմ էր, որպեսզի կանխեին, որպեսզի այդ ռուսական ուժերը կարողանային վերջնականորեն գրավել մոլդովական տարածքը։ Անգամ մեր մոլդովացի գործընկերներն ասում են, որ իրենք հասկանում են, որ այդ սպառնալիքները շարունակական են եւ այս փոքր հաղթանակով դեռ չի նշանակում, որ Մոլդովան ուրեմն ազատվել է այդ ռուսական պարբերաբար եկող ազդեցությունից եւ նրանք ավելի եւ ավելի են ամրապնդում այդ մեխանիզմները, այսինքն սա մեկօրյա աշխատանք չի, սա հստակ ռազմավարություն է պահանջում պետությունից, որպեսզի դու կարողանաս ապահովես ոչ միայն քո ընտրական գործընթացների ուրեմն ինքնուրույնությունը, այլ նաեւ քո ժողովրդավարությունը, քո անվտանգությունը եւ այլն եւ սրանք անկասկած փոխկապակցված են, այսինքն մենք խոսում ենք անընդհատ ժողովրդավարության սպառնալիքների մասին, բայց նաեւ դրանք վերաբերում են անվտանգությանը, մեր ինքնիշխանությանը, մեր հասարակության երևի գիտեք հոգեկան առողջությանը շատ դեպքերում էլ։
Հիմա այս տեսանկյունից իհարկե Մոլդովան նաև շատ հետաքրքիր մեխանիզմներ օգտագործեց իրավական Այսինքն այդ բոլոր գործընթացները, որ տեղի են ունենում Մոլդովայում, սրանք իրավական գործընթացների վարույթների արդյունքներ են, այսինքն այդ ուրեմն ռուսական հեռուստալիքների փակումը, Սպուտնիկի օրինակ նկատմամբ քրեական վարույթի հարուցումը կամ ռուսական տների ուրեմն փակման ուրեմն գործընթացները, սրանք իրավական գործընթացներ են, ոչ թե ինքնական իշխանությունը որոշեց փակել այս ալիքը կամ փակել են կազմակերպությունը, այլ իրավական գործընթացի արդյունքները եւ այդ իրավական գործընթացները շատ երկրներում, շատ այլ երկրներում էին տեղի ունենում, օրինակ մասնավորապես Սպուտնիկի նկատմամբ։ Այսինքն, եթե հիշում եք, ընդամենը 2-3 տարի առաջ նման ուրեմն վարույթ սկսվել էր Չեխիայում, դրանից հետո Մոլդովայում, անգամ Ադրբեջանում նման հետաքննություն վարվեց եւ հայտնաբերել են, որ ուրեմն Սպուտնիկ գործակալության աշխատակիցները լրտեսությամբ են զբաղվում եւ հիմա ես այս հարցը միշտ բարձրացնում եմ մեր ուրեմն իշխանությունների հանդիպումների ժամանակ ասում եմ միշտ նա մեզ հիմք տալիս որ մտածենք որ այդ բոլոր երկրներում դրանք լրտեսական գործունեությամբ են զբաղվել Հայաստանում մեր մոտ չեն զբաղվում Սա նշանակում է շատ կարևոր է որպեսզի դու նման վարույթներ սկսես սա նշանակում է որ դու պետք է ունենաս համապատասխան օրենսդրություն Ես լսում եմ օրինակ մեր գործընկերների հետ իշխանությունում մեր գործընկերների եւ ազգային ժողովի մեր գործընկերների հետ խոսակցությունների ժամանակ որ նրանք չեն ուզում դիմել շատ կտրուկ քայլերի եւ չեն ուզում դիմել քայլերի որոնք հետագայում մեզ մեկ այլ խնդրի առջև են կանգնեցնելու որ մեզ մեղադրեն ժողովրդավարական արժեքների դավաճանության մեջ այս խոսակցությունը այս նարատիվը գոյություն ունի բայց այստեղ շատ կարեւոր է որ եթե դու մշակում ես օրենսդրություն եւ օրինակ դա ուղարկում ես այդ օրենսդրությունը համապատասխանում է Եվրոպայի խորհրդի ստանդարտներին որի անդամ Հայաստանը հանդիսանում է եւ այդ օրենսդրությունը նորացված մենք ուղարկում ենք օրինակ Վենետիկի հանձնաժողով նա եզրակացությունն ենք ստանում եւ հիմնավորում ենք որ սա իրականացվում է Հայաստանի ժողովրդավարության ինքնիշխանության պահպանման ապահովման համար ոչ թե ինչ որ բան մեկ կամ երկու քաղաքական այլախոհի պատժելու համար այդ դեպքում մենք կունենանք միանշանակ աջակցություն մեր միջազգային հատկապես եվրոպական գործընկերներից սա շատ կարեւոր է որպեսզի դուք իրավական դաշտ ապահովես այս բոլոր գործընթացների համար Մոլդովայում սա արեցին Մոլդովայում կարողացան հասնել նրան որ համագործակցեցին բոլոր ներպետական այդ կարեւոր դերակատարներ այսինքն ազգային ժողովը քաղաքացիական հասարակության կազմակերպությունը լրատվամիջոցները կառավարական օղակներ, այսինքն մի իրավիճակ ձևավորվեց, երբ որ դրանք ձևավորեցին պլատֆորմ եւ փորձեցին հասկանալ բաշխել հստակ դերերը, որ դերակատար ինչի համար է պատասխանատու եւ սա նաեւ շատ կարեւոր գործընթաց էր, որտեղ յուրաքանչյուր դերակատար գիտեր, հա, լրատվամիջոցների մոնիտորինգով անում, ոնց է արվում, որը իրավական հիմքերով են այս գործընթացները իրականացնելու պարլամենտը մշակում օրենքները, կառավարական տարբեր օղակները անվտանգությունն են ապահովում եւ այլն եւ այլն Այս շատ կարևոր գործընթաց է։ Մենք դա չենք անում, բայց մենք դրա փորձերն ենք անում։ Մենք դրա փորձերը անում ենք։ Բերեք անկեղծ լինենք, որքանով ես հասկանում եմ, էդ էլ մենք ունենք տեղեկատվության սղություն, սուղա տեղեկատվությունը, շատ դեպքերում անգամ խաղասարակությունից են թաքցնում այդ տեղեկությունները, եթե փորձեմ շատ էմպաթետիկ գտնվեմ իշխանությունների նկատմամբ նրանք էլ են փորձում երևի ինչ որ մեխանիզմ ստեղծել, որտեղ նոր հետո ներգրավեն արդեն պատրաստի ինչ որ մոդելի վրա ներգրավել խաղասարակությանը, չգիտեմ, սա ընդհանրապես իմ ենթադրությունն է, բայց բավականին սուղ տեղեկություններ ունենք, թե ինչ է արվում ցուցիչներով ենք դատում, հա, ընդհանրենք ցուցիչ համար 1, որ այդ Stratcom-ը ձևավորվեց։ Սա շատ կարևոր գործոն է եւ Մոլդովայի օրինակը եւ Ռումինիայի ցուցատալիս, թե ինչքան կարևոր է այդ գործիքը, որպես գործիք, այդ ապատեղեկատվությունը, կեղծ տեղեկատվությունը, այսպես կոչված debunking անելու համար եւ նաեւ թույլ չտալու համար, որ այդ նարատիվները տարածվեն հասարակական լայն շերտերում։ Այս մի գործոնը, այդ մի գործիքը ունենք։ Գիտենք, որ մշակվում է ռազմավարություններ, գիտենք, որ մշակվել է կիբերանվտանգության վերաբերյալ օրենսդրությունն ու արդեն ընդունվել է այդ օրենսդրությունը, սա շատ կարևոր գործոն է, այսինքն ազնիվ չեր լինի, եթե ես ասեի, որ որևէ գործողություն այս ուղղությամբ չի տարվում։ Նաև գիտեմ, որ մի քիչ ավելի սպորադիկ ձևով ֆրագմենտացված տարբեր քաղաքացիական կազմակերպություններ, պլատֆորմներ իրականացնում են որոշակի գործողություններ
գործողություններ, նաև այդ թվում նաև ներգրավելով տարբեր պետական եւ մարմինների ներկայացուցիչներ եւ պարլամենտի։ Այսինքն որոշակի գործընթացներ գնում է, բայց ես կարծում եմ, որ սա պետք է լինի ավելի համակարգված։ Շատ կարևորում եմ դրա համակարգված բնույթը։ Այդ համակարգված բնույթը համենայն դեպս հիմա ես չեմ տեսնում։ Շատ լավ, բայց էլի նույն այդպիսի մեդիաների մասով, հա, որոնք զբաղված են ապատեղեկատվության եւ ապա կողմնորոշող տեղեկություններ տարածելով, եթե մենք համաձայն ենք, որ նրանք պետք է լինեն դաշտում, պետք է գործեն, դրանց զուգահեռ մենք շուտ գործիքներ ենք ձևավորում, այսինքն ստեղծում ենք իրավիճակ, որ եւ նրանք կան, էլի դա փաթեթավորում ենք ժողովրդավարությամբ, ֆինանսական հոսքերի օրինակ կառավարում, այս մասով ես օրինակ չգիտեմ ինչ է արվում կամ ինչ չի արվում, հա։ Եթե էլի ածանցվում ենք մոլդովական օրինակից, որտեղ ավելի շատ խոչընդոտներ կան ֆինանսական հոսքեր ապահովելու ռուսական նկատի ունեմ։ Հայաստանում դրա կարիքը չկա, հա, անխոչընդոտ իրավիճակ է, այսպես ասած։ Այդ ֆինանսները ոչ միայն կարելի է Ռուսաստանից բերել այստեղ, այլև այդ ֆինանսները նաև Հայաստանի Հանրապետության մեջ են, հա, ռուսական, այսպես ասեմ։ Բա այս հարցով ինչ ենք օրինակ անելու։ Ուրեմն, տեսեք, իմ տեղեկատվվածության, իմ տեղեկությունների հիման վրա, եթե ես կարողանում եմ դատողություններ անել այդ հարցի վերաբերյալ, ես հասկանում եմ, որ էլի վերադառնալու եմ այդ կոորդինացված համակարգված մոտեցման բացակայությանը եւ յուրաքանչյուր պետական կառույց, պետական յուրաքանչյուր գերատեսչություն իր մասն է իրականացնում եւ բավականին թույլ է պատկերացնում այլ գերատեսչությունների իրականացվող գործողությունները։ Օրինակ, վերեք օրինակը բերեմ, հստակ կդառնա, թե ինչի եմ այս ուղղությամբ գնում։ Տեսեք, օրինակ, երբ որ խոսում ենք ընտրական հանձնաժողովի նախագահի հետ, եւ օրինակը բերում ենք, որ այ Մոլդովայում որոշ կուսակցություններ հնարավորություն չստացան ուրեմն մասնակցելու ընտրական նախընտրական գործընթացին, որովհետեւ ըստ էության հակադրված էր նրանց իդեոլոգիան, նրանց քաղաքականությունը, նրանց մոտեցումները Մոլդովայի անվտանգությանը, ինքնիշխանությանը եւ այլն եւ այլն։ Մենք նման մեխանիզմ ունենք, թե չէ, իրանք ասում են, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի խնդիրը դա չէ, ընտրողաբար ենթադրենք գրանցել կամ չգրանցել ինչ որ կազմակերպությունների կամ կուսակցությունների, այսինքն Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներից ելնելով բոլոր կուսակցությունները, ովքեր որ համապատասխանում են այդ չափանիշներին օրենքով նախատեսված, պետքա գրանցվեն։ Պատկերացնում եք, չէ՞, այսինքն սա նշանակում է, որ այդ կառույցը իր վրա չի վերցնում ֆունկցիա ընտրողաբար որոշում կայացնելու, թե որ կուսակցությանը գրանցի, որը չգրանցի։ Եվ դա թողված է այլ պետական կառույցների, որոնք պետքա այսպես կոչված ստուգումը իրականացնեն, վեթինգն իրականացնեն։ Այդ մարմինը ես չգիտեմ, գոյություն չունի այդ վեթինգ իրականացնող մարմինը, ով որ ի վերջո արդեն ֆիլտրված ուրեմն մեխանիզմ կապահովի, որպեսզի ֆիլտրված տեխնացուները առաջադրվեն ուրեմն ընտրական գործընթացում։ Սա մի հարց։ Երկրորդը բանկային համակարգի վրա դրված էր այդ անօրինական հոսքերի խնդիրը, այսինքն բանկերի վրա դրված վերահսկողությունը, որ բանկերը պետքա վերահսկեն եւ բանկային օրենսդրությունը թույլ չի տալիս ընդհանրեն ապօրինի այսինչ բանով եւ ցանկացած մարդ պետքա նշի նպատակը գումարն ուղարկելու եւ այլն, ինչը շատ թույլ մեխանիզմ է։ Ինքը մեխանիզմ չի պետական։ Միգուցե որոշակի բանկային տրանզակցիաների համար, գործարքների համար իրանց բավարար է այդ տեղեկատվությունը, թե որտեղից է ով այդ բանի գումարի ուղարկող աղբյուրը եւ ով աստացողը, բայց սա բավարար հիմք չի տալիս, որպեսզի մենք հասկանանք, թե այդ աղբյուրները բանը այդ այսպես կոչված օտար երկրյա աղբյուրները ում են ֆինանսավորում եւ ոնց է այդ գումարները ծախսվում։ Նման վերահսկողություն չկա։ Նաև վերահսկողություն չկա, թե այդ նույն լրատվամիջոցները, ովքեր որ գիշեր-ցերեկ տարածում են ռուսական քարոզ, որտեղից են ֆինանսավորվում։ Նրանց ֆինանսավորման աղբյուրներն էլ չեն թափանցիկ։ Այսինքն շատ դեպքերում այդ մեխանիզմները ուղղակի գոյություն չունեն եւ սա պետք է էլի օրենսդրությամբ պետք է մեխանիզմ ունենաս օրենսդրական, հա, որպեսզի դա էլի չորակվի որպես հարցակում ժողովրդավարության, ժողովրդավարական արժեքների նկատմամբ։
Իդեպ, եթե հիշում եք, Մոլդովայում անգամ, եթե ռուսական հեռուստալիքներին հետևում եք, այդ գործընթացները, որ Մոլդովայում տեղի են ունենում, հենց տենց էլ որակվում էին ռուսական բաների կողմից, որ սա Մոլդովայում խոսում են ժողովրդավարության եւ ժողովրդավարական արժեքների մասին, բայց նրանք առաջին խոսքի ազատության սահմանափակողներն են, առաջին ուրեմն կրկնակի ստանդարտները ժողովրդավարության օգտագործողներն են եւ այլն եւ այլն։ Բոլորս էլ հասկանում ենք, որ դա պետքա տենց լինի։ Նույն ձևով պետք է այդ մարդկանց ոնց որ մեզ մոտ, հա, ընդհանրենք անվանում են շատ դեպքերում քաղբանտարկյալներ, հա, եւ ուրեմն հարցակում ժողովրդավարական արժեքների վրա եւ դրա մասին խոսում են այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ հազարավոր հարյուրավոր հազարավոր ուրեմն դեպքերի մեջ պետք է մեղադրված լինեին մարդու իրավունքների ոտնահարման եւ ժողովրդավարական բանարժեքների նկատմամբ սպառնալիքների։ Դե ինչի մասն է խոսքը, օրինակ պաշտպանությունից, ինքնուրույնությունից, անվտանգությունից խոսում են նույն հանրապետականները, ում օրոք Հայաստանի պաշտպանության նախարարին Ռուսաստանն էր նշանակում, ասենք իրենք անգամ պաշտպանության նախարար չեն կարողացել նշանակել եւ Հայաստանի քաղաքացու չեն կարողացել նշանակել, բայց այս մարդիկ այսօր դրա մասին են էլի խոսում։ Մոլդովայից ասում էին, որ ռուսական ֆիզիկական փողի ներթափանցումը նախընտրական շրջանում տեղի էր ունենում Երևանում եւ Ստամբուլի միջոցով։ Այսինքն, եթե դա հնարավոր է եղել կազմակերպել Երևանի միջոցով, այսինքն Երևան ես նկատի ունեմ պաշտոնական, ես նկատի ունեմ աշխարհ տարածքը, ապա պատկերացնել կարելի է այստեղ ինչ է կատարվում, որ Սարսափելի բաներ կարելի է պատկերացնել, որովհետև եթե հիշում եք Մոլդովայում անգամ սահմանափակվեցին թռիչքները Հայաստանից այդ ընթացքում, որովհետև հստակ մարդիկ կասկածներ ունեն, որ Երևանից այդ կանխիկ գումարի հոսքերը գնում են։ Իրականում ճիշտ ասած մեր գործընկերների հետ խոսելիս նրանք խոսում են նրա մասին, որ գիտեք պարտադիր չի որ դա լինի կանխիկ գումարի հոսքեր Հայաստան, այսօր ժամանակակից աշխարհում կա կրիպտո ուրեմն արժույթ եւ շատ դեպքերում նման գործարքները կարող է լինել բացարձակ անտեսանելի ուրեմն կրիպտո արժույթների տեսքով եւ սա գիտեք Եթե անգամ այդ կանխիկ գումարի մուտքը սահմանափակվի, սա չի նշանակում, որ սահմանափակված են եւ բանը կանխարգելված են բոլոր մեխանիզմները։ Բայց սա տեսեք, Երևանում շատ ճիշտ եք ասում, շատ լուրջ մեխանիզմ պետք է լինի, որպեսզի կարողանանք կանխենք այդ կանխիկ գումարի մուտքը, որովհետև գիտեք շատ դեպքերում շատ դժվար է լինելու վերահսկել, որովհետև հարյուրավոր ընտանիքների հարազատներ աշխատում են Մոսկվայում, Ռուսաստանում, հա, տարբեր քաղաքներում։ Այնտեղից ընդհանրենք ծանոթների, բարեկամների միջոցով այդ գումարները կարող է շատ հեշտ հնարավոր կլինի եւ շատ դժվար է լինելու վերահսկել։ Սա ակնհայտ է, որ սա լուրջ ազգային անվտանգության ծառայությունը պետք է այս հարցով զբաղվի եւ փորձի այդ բոլոր օղակները ուրեմն հայտնաբերել, ինչը շատ դժվար գործ է, այս չեմ նախանձում իրականում անվտանգային ծառայություններին, որպեսզի այս խոսքերը կարողանան վերահսկել։ Բարդ է, էլի պետք է լրիվ օրենսդրական հստակ հիմքեր ունենան, օպերատիվ լուրջ գործողություններ իրականացնեն ու դա էլ պետք է լինի այնպես, որպեսզի ընդհանրենք մարդու իրավունքների ոտնահարման հաշվին չլինի, էլի, որովհետև գիտեք, շատ դեպքերում ոնց կարող է մի հատ հասարակ քաղաքացի, որ չգիտեմ $100 տեղափոխում է նոր տարի նշելու իր ընտանիքի, այդ մարդու նկատմամբ վարույթ լինի, չգիտեմ, հետախուզում բան անեն, հետաքննություն անեն, բայց այն մարդիկ, ովքեր միլիոնավոր դոլարներով կարող է ուրեմն բերեն Հայաստան, որևէ վերահսկողություն չի լինելու, որովհետև գիտենք ըստ էության մեծ գործակալական ցանցեր են աշխատում, շատ լուրջ ստրուկտուրաներ են աշխատել։ Ուրեմն ի վերջո գալիս ենք հանգում ենք նրան, որ այն ինչ էլ կա, մեզ մոտ թույլ է վերահսկողությունը։ Դուք նշեցիք, հա, չգիտեմ, այդ կիբերանվտանգություն, տարբեր գերատեսչություններ, տարբեր մարմիններ, ովքեր իհարկե ունեն լիազորություններ, այնպես չի, որ ոչ մի բան չկա, հա, եւ այսպես լրիվ բաց դաշտ է։ Այսինքն մենք գոնե ունեցածը կազմակերպելու, իրականացնելու եւ վերահսկելու խնդիր ունենք։ Գոնե որ դա կարողանանք անել։ Հիմա եթե էլի գնանք ինչ որ չգիտեմ օրենքներ ընդունենք, այն օրենքները, որոնք չկան կամ բաց են կամ թերի են, ու էլի չլինի այդ վերահսկողական գործառույթը եւ դրա պրակտիկ կիրառումը, ում է պետք է այդ օրենքը ընդունելս թե չէ։ Այսինքն դու դեռ եղածով կարողանում ես վերահսկես, չգիտեմ օրինակ։ Կարևոր հարց եք տալիս։ Որն է այդ ցուցիչը, չափանիշը,
ինչպես կարող ենք չափել օրինակ, հա, եղածը աշխատում է թե ոչ, եթե չի աշխատում, գնա նորն էլ սարքելի, չաշխատում է, կամ էս նույն բանը, եթե տալիս են քեզ Եվրամիությունից տասնյակից ավել միլիոն եվրո, որպեսզի դու կարողանաս հակազդել այդ ամեն ինչին, քեզ կարող են 100-ից ավել եվրո տան, եթե դու չես կարողանում դա անել, դու չունես այդ կոմպետենտությունը, դու չունես այդ վերահսկելու պրակտիկան կամ ցանկությունը, թող 100-ավոր տան, ոչ մի բան չի լինելու։ Իրավիճակը վրա դա չի ազդելու։ Պարզապես, չգիտեմ, էլի, իրուն թվեր են, գումարներ են, մի քանի գործոն։ Ուրեմն գործոն համար մեկ ես գիտեմ, որ միջազգային մեր գործընկերները բավականին լուրջ եւ ինստիտուցիոնալ աշխատանք տանում են պետական տարբեր մարմինների հետ։ Ես գիտեմ այդ կառույցներին, ես գիտեմ ինչ աշխատանք են տանում, սա շատ կարևոր է, ցավոք սրտի ամեն ինչ չեմ կարողանալու ուրեմն բաց ներկայացնել, բայց գիտեմ, որ այդ աշխատանքը տարվում, այսինքն այդ կարողությունների եւ գիտելիքի մասը կարծում եմ մոտ ապագայում կլրացվի։ Այսինքն սա շատ կարևոր է, որպեսզի բացի գիտակցումը խնդրի նաեւ պետական ուրեմն գերատեսչություններում լինի կարողություն այս ուղղությամբ աշխատելու։ Դա շատ կարևոր տարա, լրիվ համաձայն եմ ձեզ հետ։ Երկրորդ հարթությունը նաև հանրային պահանջարկն է։ Շատ կարևոր գործոն է հանրային պահանջը, որովհետև գիտեք, եթե մի քիչ պատմության մեջ նայենք, ընդհանրենք այն պետությունները, որոնք կարողացել են ազատագրել իրենց դրուսական այդ բանի իմպերիալիստական մոտեցումներից, օրինակ նույն բալտյան երկրները, հա, նույն, չգիտեմ, հետ սոցիալիստական երկրները, ինչպիսին են Չեխիան, Լեհաստանը եւ այլն, նրանց մոտ ինչ գործընթաց է տեղի ունեցել, նրանց մոտ պայքար է եղել։ Նրանց մոտ պայքար է եղել եւ ժողովուրդը դիմացել է այդ ռուսական ազդեցությանը, այսինքն շատ կարեւոր եւ նաեւ Մոլդովայում ենք տեսնում էլի, որ կան հանրային շերտեր, ովքեր են դիմանում են այդ ռուսական ազդեցությանը եւ փորձում են ազատագրել եւ տեսնում են Մոլդովայի ապագան որպես անկախ ինքնիշխան պետություն Եվրոմիության կազմում։ Սա շատ կարևոր գործոն է։ Եթե քո հասարակության մեջ այդ կամքը չի ձևավորվել, այդ պահանջարկը չի ձևավորվել, շատ դժվար է նաև ակնկալել, որ հասարակությունից այդ ներքևից վերև այդ գործընթացը տեղի է ունենալու։ Շատ կարևոր բան է, էլի սա գործոն է։ Մենք իրականում խաղաղության երկխոսությունում իրականացնում ենք մշտադիտարկում բոլոր մարզերում, մենք ունենք մոնիտորներ, ովքեր որ ուրեմն ուսումնասիրում են այս բային թե ազգային լրատվամիջոցներ եւ նաեւ թե տեղական, չգիտեմ, մարզային հեռուստաալիքներ եւ այլն, որովհետեւ ուզում ենք հասկանալ թե տեղական մակարդակում ինչ է կատարվում, ինչպիսի տեղեկատվություն կամ ապատեղեկատվություն է տրամադրվում եւ այլն։ Հիմա մի հատ շատ զավեշտալի օրինակ եմ ուզում բերել, մեր մոնիտորներից մեկը ասեց, դե ինչ ասում է, մեր տեղական բանը հեռուստալիքները ոչինչ չեն ցույց տալիս, մենակ հին սովետական ֆիլմեր են ցույց տալիս Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին, որը անվանում են այդ բանը Վիլիկա Отечественная, այս հայրենական պատերազմ, կամ չգիտեմ սովետական ուրեմն կատակերգություններն են ցույց տալիս ու բանով իսկ սա նշանակում է որ այդ մարդկանց մոտ սա էլ շատ էֆեկտիվ միջոց է երբ որ դու այդ նոստալգիկ ուրեմն բաներն ես հուշերն ես արտնասնում այդ սայնդի մոտ ովքեր որ ապրել են սովետական միության ժամանակ հա հիմա եթե նախ ինձ սերնդի հետ խոսում ես միջև հիմա էլ ասում են դե սովետի ժամանակ ինչ լավ էր թոշակը ստանում էր աշխատանքի էր գնում չգիտեմ 100 ռուբլով գնում էր Սոչի հանգստանում էր այդ ստանդարտ ինչ-որ մի քանի բաներ կա այդ չափորոշիչներով են իրանք առաջնորդվում եւ սա նաեւ այդ գիտեք հանրային ընկալում է ձևավորում Ռուսաստանի այդ եղբայրական հարաբերությունների բանի մասին հիմա սա քարոզչություն է թե քարոզչություն չի հա թվում է թե եթե դու պատրաստված չես եւ չունես այդ ուրեմն դիտակետը հա այդ լենցը որի միջոցով դու կարողանում ես ուսումնասիրել թե ինչ է տալիս լրատվամիջոցը հանրությանը դու չես տեսնում դա բայց եթե դու սկսում ես այդ տեսանկյունից նայել դու տեսնում ես թե ինչ մեծ մեքենա է աշխատում պետության դեմ այսինքն անգամ գիտեք ազգային պետական ալիքներով այդ հանրային ալիքներով բան մենք տեսնում ենք շատ դեպքերում ենթադրենք նյութեր որոնք գալիս են ուրեմն թարգմանված ռուսական հեռուստաալիքներից նաև
անգամ Ուկրաինայի վերաբերյալ իրադարձությունների մասին տեղեկություն շատ դեպքերում մենք ստանում ենք ռուսական ալիքների թարգմանությունը ոչ թե միջազգային ալիքների, ոչ թե ուկրաինական ալիքների, այլ ռուսական ալիքների, եւ սա ընկալում է ձևավորում աշխարհայացք է ձևավորում հայ բնակչության մոտ։ Հետևաբար դժվար է ընկալել, որ այդ աշխարհայացքով, որին ներարկվել է տարիներ շարունակ պրոռուսականությունը, ներարկվել է ու շարունակվում է ներարկվել, որ այդ հանրային լայն շերտերը կսկսեն դիմանալ այդ ռուսական ուրեմն ճնշումներին եւ այլն։ Եվ հիմա ընդհանրենք, տեսեք, ինձ համար սպառնալիք է, ուղիղ սպառնալիք է եւ վիրավորական է հնչում, որ Ռուսաստանի ուրեմն Ռուսաստանից հնչում է հայտարարություն, որ մեր սահմանապահների բանով է տրիպ անցնելու, սա ինձ համար առաջ բանը սպառնալիք է, սա ես չգիտեմ ինչ ասեմ։ Հա, եւ սա այն հարցերից է, որի վերաբերյալ ԱԳՆ-ն պետքա հստակ արձագանքի։ Այդ սա ամենալուրջ խնդիրներից մեկն է, այլ անվտանգությանն է վերաբերում, ինքնիշխանությանն է վերաբերում։ Քանի որ թեման բացեցիք, մի հարց էլի, փաստ են արձանագրում մարդիկ։ Փաստ են արձանագրում այն իրականությունը, որը կա, ինչից է դժգոհ Հայաստանը։ Նախ պետք է հասկանանք, որ արդյոք Միացյալ Նահանգները շահագրգռված են կամ հետաքրքրված կլինեն այդ տրիպի ուրեմն աշխատանքով գոյությամբ, եթե դա լինելու է ռուսական վերահսկողության եւ ԵԱՏՄ օրենսդրության շրջանակներում։ Որևէ միջազգային գործընկեր կգա կմասնակցի այդ տրիպի ուրեմն ընդհանրենք այդ գործընթացը կազմակերպելու։ Եթե դու ԵԱՏՄ-ի շրջանակներում բանը ԵԱՏՄ-ի օրենսդրությամբ ես անելու, պատկերացրու միջազգային ինչ-որ գործակալություն ես հրավիրել, որը այդ սահմանային բանը կազմակերպում է, ԵԱՏՄ օրենսդրությամբ է կազմակերպելու։ Դա ուղղակի անիրատեսական է, իսկ սա նշանակում է նման հայտարարությամբ նաև Միացյալ Նահանգների բանը, դա ուղերձ է Միացյալ Նահանգներին, որ ընկեր դու չես կարա մտնես այստեղ, սա իմն է։ Դու իմ հետ պետք խոսես։ Սա իմ տարածքն է, դու իմ հետ պետք է ուղիղացում են Վաշինգտոնը, Երևանը առանց Ռուսաստանի, առանց Մոսկվայի չեն կարող խոսել։ Սա նշանակում է, որ Միացյալ Նահանգների համար դարձնում են, ասում են, սա իմ տարածքն է, հետեւաբար դու այստեղ անելիք չունես, կամ եթե անելիք էլ ունես, իմ հետ ունես անելիք։ Սա խոսում է Հայաստանի, համենայն դեպս Ռուսաստանի կողմից Հայաստանին դիտարկելը որպես իր մաս կամ Հայաստանին որպես ինքնիշխանությունից զուրկ տարածք։ Ես վերադառնալով եւ եզրափակելով, այսպես ասենք, այդ հիբրիդային սպառնալիքներ եւ այլն, հա, այսօր նաեւ Պաշտպանության նախարարությունը հերքեց եւս մեկ հայտարարություն, որը հենց Պաշտպանության նախարարությունը որակել էր էլի ապատեղեկատվության հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ, մասնավորապես նշելով, որ մեջ բերեմ ոչ միայն ապատեղեկատվությունը, այլև Հայաստանի Հանրապետության նրա պետական ինստիտուտների բանակի դեմ ուղղված տեղեկատվական գրոհի հերթական անհաջող եւ ձախողված փորձը ԶԼՄ գործընկերներին էլ կոչ են անում չդառնալ Հայաստանի շուրջ հիբրիդային սպառնալիքներ ստեղծող այս դատապարտելի գործընթացի մաս։ Խոսքը վերաբերում է նրան, որ զինված ուժերում ծառայած մի կին հայտարարություններ էր արել, թե դեկտեմբերի 7-ից 8-ին Մեղրիի զորամասի ուղղությամբ ներթափանցման ինչ-որ փորձեր են եղել, ինչ-որ նման բաներ։ Սա ամենավերջինն է, էլի դրա համար եմ ուզում հիշեցնեմ։ Եվ Պաշտպանության նախարարությունը ասում է, որ կարծում ենք, սա իրավական գնահատական տալու արարք է, եւ այստեղ իրավապահ մարմինները ինչ-որ մի բան պիտի անեն։ Շատ լավ։ Մենք խոսում ենք ֆինանսական թափանցիկության մասին։ Վարչապետը ազգային ժողովի ամբիոնից խոսում է, որ կուսակցությունները ոչ գումար ունեն հայտարարագրած, ոչ նվիրատվություն ունեն, բայց անասելի քանակի գույքեր են կառավարում, միջոցառումներ են իրականացնում եւ իրենք մեզ այսպես հարցադրումներ են անում օդի մեջ։ Բա ինչպես։ Իմ ասածը դրա մասին էր, ներողություն, ձեզ ենք հարցնում, բա ինչպես։ Մենք պետք է հարցնենք, ոչ թե իրան մեզ։ Ու այս ապատեղեկատվությունը վտանգավոր եզակի չի, բայց իրավական գործընթացներ կհիշեք։ Այս ապատեղեկատվությունը շարունակվելու է ու տարբեր, տեսեք,
Этапատեղեկատվության առաջնային նպատակը վախի մթնոլորտ ձևավորելն է, անվստահության, իշխանությունների նկատմամբ անվստահության եւ այլն էմոցիաների, հա, այդ էմոցիոնալ ֆոնի վրա ընդհանրենք ձևավորել անվստահություն տոտալ ընտրական գործընթացի նկատմամբ, եվրոպական արժեքների, Եվրոմիության, ժողովրդավարության ամեն ինչի նկատմամբ։ Սա շարունակվելու է։ Այսինքն, եթե դու ամեն անգամ, չգիտեմ, մի անգամ մի կինա, որ խոսելու է թափանցման մասին, մի անգամ մի տղամարդ է, որ խոսելու է, որ այս տարածքը արդեն տվել են ադրբեջանցիներն են, մի անգամ, չգիտեմ, թուրքական շտապօգնության մեքենա է Երևանում պատտվելու, մի անգամ, չգիտեմ, թուրքական գազի սպասարկման գրասենյակի մեքենան է պետք է բանը պատտվելու Երևանում։ Սա անընդհատ գալու է եւ անգամ գիտեք, եթե նայում ենք, օրինակ, ես նախորդ օր նայում եմ 4-րդ իշխանության բանի Facebook-յան էջը, այդ Նկարնա Կայակալասի եւ Միրզոյանի այդ հանդիպման բանը հետևանքով եւ ինչ որ երշիկ են ուտում իրար հետ եւ սա 4-րդ իշխանություն թերթն է եւ սա ձևավորում է բան ընկալում Եվրոմիության իշխանությունների եւ Եվրամիության կապի կամ Հայաստանի եվրոպական ուրեմն ինտեգրման եվրոպական միության ուղղությամբ ինտեգրման ուրեմն գործընթացների վերաբերյալ սա անընդհատ շարունակվելու է։ Սա առաջին հերթին պետք է վերահսկողության տակ լինի անվտանգային մարմինների, որովհետև այդ սպառնալիքներն էլ տարբեր չափի են։ Կան սպառնալիքներ, որոնք ուղղակի ընդհանրենք անվստահություն են ձևավորում եւ դրանց մեջ այսպես ասած քրեական տար չկա։ Կան սպառնալիքներ, որոնք քրեական տար են պարունակում։ Բայց իմ ասածը հենց դա էլի պարոն Խաչատրյան, չկա իրավական process, որ մենք կարողանանք չափել սա պարունակում է այդ վտանգավորության աստիճանը, թե չի պարունակում։ Չափորոշիչն էլ չկա։ Չափորոշիչն էլ չկա։ Գիտեք, բերեք անկեղծ լինենք, սա բավականին նոր ոլորտ է, եւ անգամ Եվրոպական միությունում այս ուղղությամբ նոր են մտածում։ Եվ այս խնդիրը, որ տեսեք, որ Եվրոպական միությունը աջակցում է Հայաստանին կամ Մոլդովային եւ այլն, սրանով նաեւ Եվրոպական միությունը աջակցում է իրեն, որովհետեւ այդ սպառնալիքները ամենօրյա ռեժիմով իրանք զգում են հենց իրանց սեփական մաշկի վրա, դա լինի դա Գերմանիան, Ֆինլանդիան, չգիտեմ, Նիդերլանդները եւ այլն եւ այլն։ Այսինքն սա լուրջ սպառնալիք է անգամ Եվրոպական միության մակարդակով եւ Եվրոպական միությունում նոր են սկսել մարդիկ մտածել, մշակում են օրենսդրություն, որպեսզի այդ բաները չափորոշիչներն էլ հստակ լինի, ինչա նշանակում ընդհանրենք սոցիալական մեդիայում գովազդը։ Տեսեք, անգամ գովազդի միջոցով դու կարող ես քարոզչություն տարածել։ Հիմա պետք է աշխատես ընդհանրենք նաև այդ սոցիալական տարբեր հարթակների հետ։ Նրանք էլ տարբեր համագործակցելիության բանշերներ ունեն։ Մեկը համագործակցում է եւ պատրաստ է դիտարկել այդ գովազդը սոցիալական որպես քաղաքական գովազդ եւ սահմանափակել կամ քարոզչություն եւ սահմանափակել։ Մյուսն ասում է ես խոսքի ազատության կողմնակից եմ եւ դու իրավունք չունես վերահսկելու թե ոնց այդ գովազդը տարածվում։ Այսինքն չափանիշներն էլ չեն հստակ։ Մինչև հիմա ամբողջ աշխարհը չունի հստակ չափանիշներ, թե որոնք այդ սպառնալիքներից որոնք են ազգային անվտանգության սպառնալիք, որոնք տեղապատեղեկատվություն, որոնք մոլորեցնող տեղեկատվություններ, հա որովհետև մեծ առումով եթե դիտարկես, անգամ այդ մոլորեցումը պետական անվտանգության սպառնալիք է։ Դե բնական է։ Բայց քրեական տար դրա մեջ կա թե չկա, ընդհանրենք նոր են մշակում։ Եվ սա այստեղ ես անկասկած տեսնում եմ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության մեր գործընկերների հետ համագործակցության կարեւորությունը, որովհետեւ արդեն լուրջ աշխատանք տարված կա այս ուղղությամբ։ Բացի քրեականից կա նաեւ վարչական, չէ, գործիքական։ Կա չամեջ դնենք քրեականի տակ ու այդպես վարչական պատասխանատվություն։ Տեսեք, այստեղ էլ միշտ գալիս ենք այդ կետին, որ շատ դեպքերում սոցիալական մեդիայում, չգիտեմ, իշխանությունները քննադատող մի պոստի համար մարդուն կարող է վարչական պատասխանատվության ենթարկել, չգիտեմ, անգամ ամիսներով բանում կալանավայրում անցկացնի այդ մարդը, օրինակներ գիտեմ, բայց գործակալը, որ սպառնում է Հայաստանի ազգային անվտանգությանը, շարունակի լինել մայրաթոռ։ Սա ուղղակի շատ ցավալի է, ուղղակի ցավալի է, ասեմ, մի մարդ, որը չգիտեմ, կարող է սոցիալական մեդիայում մի հատ ընդամենը մի նախադասության գրած լինի, որը որ ոչ կոչա բռնության կոչ պարունակում, ոչ սպառնալիք, իսկ մյուսը իրոք, ասում եմ, խայտարակ ձևով խայտարակում Հայաստանի Հանրապետությունը, նրա անվտանգությունը եւ ոչ մի հետևանք չի։ Եվ մենք սահուն հասանք իմ վերջին հարցին։ Պետք չէ նաեւ գուցե այստեղ մոռանալ, որ իշխանության համար կա նաեւ քաղաքական իմաստով իրավիճակի հարմարավետություն,
որովհետև շատ կենցաղային ասած, նույն այդ գործակալներ եւ այլն թեմայով կարելի է քաղաքական դիվիդենդներ շահել հանրության շրջանում, այդ հարցակումներին կիսատ պռատ արձագանքելով եւ թողնելով, որպեսզի նրանք ունենան որոշակի պարարտ միջավայր, շատ կենցաղային ասած մենք որքան լավն ենք տեսնում, մեզ աչուծա խփում են, չեն ուզում լավը, էլի շահել որոշակի քաղաքական ինչ-որ դիվիդենդներ, այսինքն խոսելով մենք խոսում ենք բացառապես հանրության եւ պետության կարիքներից, բայց նաեւ կարծում եմ մենք նաեւ մեկ պետք է խոսենք հենց քաղաքական կարիքներից եւս, որոնք իհարկե նաեւ այստեղ ունեն դերակատարում, ոչ մի իշխանություն մեղմ ասած սուրբ չէ։ Հիշում եք ընդամենը վերջերս վարչապետի կողմից արված հայտարարությունը Էզրասը KGB agent է։ Հետևանք կա։ Չէ։ Ինչ որ հետևանք սա է կարևոր, գիտեք, KGB էլ չկա, դրա համար հետևանք չկա։ Չէ, բայց KGB-ի հետնորդը FSB-ն ռուսական եւ կարծում եմ, եթե մի փոքր ավելի ուշադրին այդ FSB-ի հետ կապը կտեսնեն, ոչ միայն ես էլ կարծում եմ, որ վարչապետը պատահական չի ընտրել KGB-ն։ Չէ, ես էլ եմ կարծում։ Չէ, ես էլ եմ կարծում։ Սա գիտեք, հենց սրա մասին է խոսքը գնում։ Սա շատ որպես մանիպուլատիվ գործիք նույնպես, հա, քաղաքական նպատակարարությունը ձեռնելով դու կարողանում ես օգտագործել եւ մարդկանց ընդհանրենք հիմնավորել քո որոշակի գործողություններ կամ որոշումներ, որ դու կայացնում ես կամ կայացնելու ես։ Սա այդ նարատիվները նաեւ ինչ որտեղ մանիպուլատիվ նարատիվներ օգտագործում են թե բոլոր կողմերից։ Սա ակնհայտ է եւ շատ դեպքերում շատ ձեռնտու է ունենալ նման ընդհանրենք թե ընդդիմություն, որը ռուսական գործակալներ են եւ որոնք զարմանում են կամ ասում են Եվրոպական միությունից գումարես քերել, գումար եք քերում, որպեսզի ընդհանրենք ինչ որ կեղծ գործողություններ անեք, բանը անհասկանալի ինչ որ սպառնալիքների նկատմամբ։ Քերել բառը, ախր գիտեք, հենց այդ քերել բառն է ինձ բան անում էլի։ Եվ հիմա այդ տրամաբանությունից ելնելով շատ ձեռնտու է իմ նման մարդու բանով ուշադրությունը գրավելու համար ասել այ որ դու եթե դու ինձ չես ընտրում դու ընտրելու ես նրան որը մտածում է որ մենք գումար ենք քերում կամ դու գումար ես քերում որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ռուսական սպառնալիքներից պաշտպանես հա շատ լավ աշխատում է բայց այստեղ էլի շատ կարևոր գործոն է թե ինչ հետևանք է դեր ասած ինչ վարչական կամ քրեական հետևանք առաջացնում այո այստեղ գալիս է իրավական ոլորտը ես որպես քաղաքացի կվստահեմ եթե ես տեսնեմ որ այդ հայտարարությունները ոչ թե մերկապահանոց հայտարարություններ են այլ դրանք ունենում են հետևանքներ այն մարդը որ կեղծ ապատեղեկատվություն է հայտնել որը ընդհանրենք իմ հարազատների հոգեկան առողջությունը արժեցել, որ ընդհանրենք մարդը մտածել է, որ այս ինչ մասում ադրբեջանցիներն են մտել։ Հա, նա պետք է ինչ-որ պատիժ կրի։ Եթե պատիժ չի կրում, նա անընդհատ դա անելու է։ Անընդհատ անելու է եւ ձևավորելու է մթնոլորտ, վախի մթնոլորտ, որտեղ որ ցանկացածը բանը կորցնում է վստահությունը պետության նկատմամբ։ Սա գիտեք ամենամեծ բանը խնդիրը նա է, որ սրանով դու եթե կորցնում ես վստահությունը պետության նկատմամբ, դու չունես պետության ընկալում ու ասում ես ավելի լավ է այս բանը անվտանգ ապրեմ Ռուսաստանի կազմում, քանց թե ընդհանրենք մի հատ ինչ-որ անորոշ պետությունը, որի սահմանը կարա ցանկացած պահի թե ադրբեջանցին, թե իրանցին, թե չգիտեմ թուրքը, թե ռուսը խախտի։ Հա, սա ամենամեծ վտանգն է, սա ամենամեծ սպառնալիքն է։ Եթե դու չես կարողացել ձևավորել վստահություն, տես առաջի հերթին ես պետք է վստահեմ, որ իմ իշխանությունը բանա պաշտպանում է ինձ նման սպառնալիքներից երկրորդը նոր կձևավորվի մոտ պետական մտածելակերպը առանց այդ մեկը բանը մյուսի չի աշխատում շնորհակալություն ես եմ շնորհակալ զրուցակիցս խաղաղության երկխոսություն կազմակերպության ղեկավար իրավապաշտպան Էդգար Խաչատրյանն էր